Բարև սիրելի ժողովուրդ, ընտրություններին մնում են ամենը 33 օր։ Ունենք 33 օր, որպեսզի հասկանանք։ Մերժելու ենք Նիկոլ Փաշինյանին, եթե այո, то ինչու համար ենք մերժելու Նիկոլ Փաշինյանին։ Այս պահին կփորձեմ պատասխանել մի քանի կարևորագույն հարցերի, որոնք ժողովուրդն ինձ շատ են տալիս, որ մենք կպատասխանենք ում ընտրենք հարցին, ես կարդում եմ արդյոք իմ կրառումները, կոմենտարիաները, որոնք գրվում են իմ հասցեին, իմ տեսանյութերից, ներքևում, անհատական, ընտրակաշառք կա, թե չկա։ Այս 3 հարցին հիմա կպատասխանենք։ Նախ բերեք սկսենք այս կոմենտարիաներս կարդում եմ, թե չէ, կարդում եմ ժողովուրդ ջան, շատ ժամանակ ջնջում եմ, որոնք որ շատ լեփիչ չեն։ Կա հասարակության մեջ մի մասա, որը ինչ ուզում ես արա, մեկը ինքը պետք է մտնի մի հատ անասուն բան գրել են, դրանից ոչ մի բան չենք կարող անել, ու ոչ որ կուզենք Սարգի մագարտագին իջնի, որ այստանք այդ մարդկանց կոմենտներով պատասխանենք, որովհետև ոչ մի տեսակետի կյանքից, то есть օրինական, անօրինական, այդ մարդկանց գրածները չի կարելի լուրջ վերաբերվել։ Այո, կան մարդիկ, ովքեր որ օրինակ ես վերջերս մի տիգիներ գրել, որ ինքը Մոսկվա է, то есть պրոֆիլն օրգանայզ Մոսկվա է, բայց ես այդ տեսանյութում խոսում եմ Գյումրիի փոսերից, մարդը վիրավոր է գնձին Զիգսազգա Թավաջան, հա, օրսենք ես կտեսնիմ փոսերը կարտանագրեմ մարդկանց կսեմ կիրտան կսարկեն, այդ տիգին ինձ իմ դեր գրել էր ազգաթավ ինչ, то есть այս մարդուն ինչ պատասխանես։ Անձին կվիրավորեն միայն մարդիկ, ովքեր որ չգիտեմ, դրանց անուն տալ հնարավոր չէ, բայց կփոխվին ինձ գտավա։ Նա վատը կուրկացման ռեժիմն է, երբ որ մարդուն կուրկ կսարկեն, այդ կուրկի համար կսկսեն պայքարել։ Հիմա ունենք նման մասա, եւ սա չէ որ միայն Նիկոլ Փաշինյանի մոտ կա, բոլորն ունեն իրաց կուրկացնող ժողովուրդը եւ քննադատությանը կվերաբերվին որպես, չգիտեմ, մենց շորտու իրանց են ամենահարազատին սբանել ասել, իրանք պես կվերաբերούν, քննադատությունը դա նորմալ ադեկվատ գործիք է իշխանության հետ աշխատելու, երկիրը կառավարելու, երկիրը շենացնելու եւ ինչ որ հարցեր լուծելու համար քննադատությունը բավականին լուրջ գործիք է։ Այո, կան քննադատական գրառումներ, որոնք որ կարդում եմ նաեւ ես եմ փոխվում, ես եմ աճում, երբ որ կա միտք կա, то есть կարող են նկատողություն կրել կամ այլ միտք տան կամ չգիտեմ, բայց ունեմ նաեւ ադեկվատ 700 ավել արդեն ադեկվատ ընկերներ ունեմ, որոնք որ ինձ օգնում են նաեւ ինֆորմացիայով, օգնում են ինձ, չգիտեմ, տարբեր հարցերով, ինչու համար շնորհակալություն բոլորին։ Ում ենք ընտրելու, շատ են ինձ հարցը տալիս, թե ում ենք սա դարելու, ում ենք ընտրելու Արտուր Իշպիրյանին։ Կորում եմ ժողովուրդ բերեք անկեղծ դառնանք։ Ես հատուկ չընդգրկվա ոչ մեկի ցուցակում, որպեսզի կարողանամ իմ անկեղծությունս, իմ անկախությունս պահպանել եւ քոր չեղնել։ Այսինքն նաեւ երբ որ մենք մենակ դառնանք, ասենք բողոք քննադատող, քորնանք ու չտեսնենք լավը մենակ խոսանք վադը, դեպքում կեղնի որ անկեղծ չեն կեղնի։ Նույն հագարակն է, երբ որ մենակ լավը տեսնենք, վադը չտեսնենք, էս էլ է խնդիր։ Դրա այս պատճառով ես մնացել եմ անկախ ու կմնամ անկախ։ Ես ամենօրյա ռեժիմով աշխատելու եմ այս 30 օրը, ինչու 30 էլ ոչ թե 33, որտեղ այնտեղ ունենք ընտրությունների օր, այնտեղ ունենք օր, որ լրության օրը եւ կարող է նաեւ լինել օր, որի ես ֆիզիկապես կարող եմ վիճակի չեղնեմ ինչ որ հարց քննարկելու, հարց ուսումնասիրելու։ Դրա այս պատճառով որոշել եմ ամեն օր երեկոյան ժամը 21:00 հայկական ժամանակով, то есть Հայաստանի ժամանակով ուղիղ եթերների միջոցով, որոնք քերացակվեն YouTube-ով, Facebook-ով եւ TikTok-ով, ֆիզիկական, տեխնիկական ապահովվածությունը ցույց չի տալիս, որ բոլոր տեղերում on-line պատասխանեմ, ինտերակտիվ պատասխանեմ դեր հարցերին, միայն կարողանամ պատասխանել TikTok-ի ու TikTok-ով։ Հետո կասենք մնացած
բոլոր պրոֆիլներն ինչու են ծառայելու, то есть ամեն պրոֆիլ ունենալու է, то есть TikTok-ն ունենալու է իր ուղղությունը, Facebook-ը իր, YouTube-ն իր ուղղությունը։ Ակտո մենք 30 օրվա մեջ պետք է հասկանանք վերջնականապես ում ենք մեր ձայնը տալու։ Եթե մենք գյուղացին ինչու համար պետք է տա տվյալ անձնավորությանը կամ չտա տվյալ անձնավորությանից ձայնը, աշխատողը, չաշխատողը, տաքսու վարորդը, շունչ սիրողը, то есть ամեն մի ոլորտից քննարկում ենք բացելու եւ սկսելու ենք քննարկելու, որպեսզի չփորձենք Նիկոլ Փաշինյանի կուրկից ազատվելով նոր կուրկ բերել կամ չփորձենք Նիկոլ Փաշինյանի այսօրվա բերած քաղաքականության շնորհիվ երբ որ Հայաստանը կայանել է հարցի առաջ կամ արդյոք կան այլ քաղաքական գործիչներ, որ կարողանան կամից մեզի դուրս անեն եւ Հայաստանին տալ նոր ապագա եւ նոր շունչ։ Ընտրակաշարք կա, թե չկա։ Այսօր երեկոյան 21:00 միասին կքննարկենք։ Կա արդյոք ընտրակաշարք, թե չկա։